Բարև ձեզ։ Առաջի անգամ եմ լսում այդ անունը։ Ուրեմն նայեք տեսեք, նախ մի հատ ուզում եմ բոլոր նրանց, ովքեր որ վեհափառին ասում են քարով տան գլուխը ջարդենք, ուզում եմ նրանց բոլորին ասեմ, կներեք արտահայտության համար, էսի ի պատասխան այդ բոլոր ասողներին ու տենց մտադրություն ունեցողներին։ Ինչ վերաբերում է այդ մարդուն տարիքով, ես որ տեսա, ճիշտն ասած, որ իմացա տենց բան ասող ա եղել, ասում եմ, տենամ այդ ով է ինչ ասել, որ տեսա տարիքով մարդ ասի, դե լավ, դե ասի, բիձա մարդա մի եշություն էլ դուս ա տվել էլի։ Բայց հենց այդ ասեցի ու հիշեցի, որ տարիքով մարդկանց մեր օկտին խոսացող մարդկանց, որ Նիկոլի Հասցեին էին նմանատիպ արտահայտություն արել, բռնել քրական գործ են հարուցել այդ մարդկանց վրա։ Կամ կհիշեք Մարիամ ջան, այն մարդուն, որ վերևից բան շպրտեց, խնձոր շպրտեց, բռնեցին, ինչքան գիտեմ նստեցրեցին էլ այդ մարդուն։ Համնայից մի քանի օր բռնեցին, չէ՞ կարծեմ։ Համնայից գործ հարուցեցին վրան։ Էդի արդեն չեղավ։ Ես ասում եմ, տարիքով մարդա սա էլ ոչ սրա վրա գործ հարուցեք, ոչ էլ մերոնց վրա գործ հարուցեք։ Տարիքով մարդեն թեկուզ մի էշություն էլ արել են, բայց այդ էշությունների դեմն էլ առնել պետք է։ Այսինքն բեզաչոտնի վիճակին պետք է ստոպ տվեցի, որ ինչ ով ինչ ուզի ափրծպր խոսա։ Հիմա ես ասում եմ կոնկրետ այդ ասողներին մի հատ էլ եմ ասում, ով որ մտածում է որ կգա քարով վեհափառի գլուխը կջարդի, դե բայց ոնց չասեմ վեհափառի կներեք Մարիամ ջան, ոնց չասես այդ դրանց, դե մենք էլ ձեր ձեռները կջարդենք, ու դենամ այդ ոնց եք այդ քարը վերցնելու, որ վեհափառի գլուխը տենց ասես, չէ՞ քարը վերցնենք, տենց ասա, վեհափառի կողմնակիցներով էլ մենք էլ ձեր նմանների ձեռը կջարդենք զառանի, հələ տենամ ոնց եք այդ քարը վերցնելու, որ խփեք վեհափառի գլխին։ Ես սա կասեմ, այս բեզաչոտնի վիճակը պետքա սրան պետքա ստոպ տվեցի։ Տեսեք, ես չեմ ասում, այդ մարդուն թող դատեն, չեմ ասում, բայց եթե այդ մարդու վրա գործ չեք հարուցում, մի հարուցեք, ես ասում եմ մի հարուցեք։ Տարիքով մարդա բիձա մարդա մի էշություն դուս ա տվել։ Այդ էշությունը, որ ինքը դուս ա տալի, մեղավոր էս իշխանություններն են, որ ստոպ չեն տալի այս բեզաչոտնի, այս էշեշ դուս տալուն։ Բայց այդ մարդու վրա գործ մի հարուցեք, բայց նաև գործ մի հարուցեք այն մյուս տարիքով մարդկանց վրա, որ Նիկոլի Հասցեին են բան խոսում, որ Նիկոլի վրա են խնձոր շպրտող տարիքով 70 նանց մարդուն բռնեցի քրական գործ հարուցեցին վրան, հələ կարծեմ նստացեցին էլ, ինչքան հիշում եմ այդ մարդուն։ Այսինքն իրանք ինչ են ցույց տալ, որ ով մեր կողմից է ինչ ուզի կարա անի, ով մեր դեմ է, հենց մի հատ բան ասեց կբռնենք կնստացնենք, կամ որ ասում եմ կարան մարդիկ մտնեն, այդ Նիկոլներ ասում, չէ՞, կարան մտնեն վեհափառի բանի ժամանակ, պաթրակների ժամանակ գոռան հակավեհափառական բաներ ինչ որ գոռան, չէ՞։ Դե ես էլ ինչ եմ ասում, այդպես կգոռան, մենք էլ բերանը փագելով, այսպես կհանենք շպրտենք դուս։ Հիշում եք, որ մեր կողմնակիցներն էլ վեհափառ են գոռում իրաց պատարիկներին, ոնց էին բերանը փագելով, ասենց կոպիտ հանում դուս, չէ՞։ Մենք էլ այդ նույն ձևի ինած կանենք դուս։ Գործ հարուցելու եք, թե չեք հարուցելու, մի հատ ասեք իմանանք։ Նրանց վրա ասում են նորմալ է, դե հանին դուս, չէ՞։ Դե հիմա մենք էլ ձերս տես կհանենք, կշպրտենք դուս, եթե գաք վեհափառի պատարակը փորձեք խանգարեք։ Իրանք էդ են ասում, էլի Մարիամ ջան, ասում են մենք կարանք անենք, մեր օգտին ով ինչ ուզի կարա անի, բայց մեզ վնաս հենց արեցինք, օրենք աշխատելու է ձեր դեմ։ Սա կասեմ, Մարիամ ջան։ Ազատություն իրանց բոլորին, այո։ Մենք ժողովուրդը պետքա կանգնի, հավատացյալ ամբողջ 10 միլիոն հայությունը պետքա կանգնի եկեղեցու կողքը, իսկ ինչ վերաբերում է ինչ կանեն, սա ամեն ինչ կանեն։ Եթե այս իշխանությունները չհեռացվեն, իրանք մինչև վերջ գնալու են։ Ընտուփ վեհափառին կարան նստեցնեն, հերը վեհափառից կարան մի դժբախտ պատահած սարքեն իր գլխին։ Այս իշխանությունները կամեն, կամ էլ կկանգնեն, կորոշեն, կասեն վեհափառը էս ինչն է, կգան ուժով կհանեն, վեհափառին բանից էշմիասից կասեն, այս Պողոսյանն է վեհափառը։ Այս սրանցից մեկն են անելու, իրանք զադնի չեն դնի։ Եթե այս իշխանությունները կան, մնում են իրանք գնալու են մինչև վերջ։ Այսինքն վեհափառին ընդհուպ մինչև մի հատ դժբախտ պատար կսարքեն գլխին։
Սենց կանենք, կամ կնստանենք, կալանավորեն, մենք կասենք դե վեհապարը բերդում էլի վեհապարն է, իրանք էլ կասեն չէ, վեհապարը Պողոսն է, կբերեն Պողոսին կդնեն Էջմիածնում, ու սենց ազգի մի մասը կասի վեհապարը վեհապարն է, Գարեգինն է, մյուս մասը կասի վեհապարը չգիտեմ ով է։ Այս իրավիճակն է ստեղծվելու։ Չկասկածեք։ Այս արշավը ով է սկսել։ Այս արշավը ում հրահանգով է Նիկոլը սկսել։ Մեր եկեղեցու դեմ։ Դա հենց տենց էլ լինելու է, այո։ Հիմա հաջորդ, եթե իրանք վեհապար դնեն, նշանակեն, իրանք նշանակած այդ օրենքից դուրս վեհապարը, լինելու է Թուրքիայի ու Ադրբեջանի ուզած մարդը։ Տենց կլինի։ Չկասկածեք դրա մեջ։ Այդ տեսել եմ, ուրեմն Մարիամ ջան, այդ ինչ ձևի ներվիս ազդեց այդ վիդեոն տեսավ, մի դրեք ներվային անում, կամ լավ դրեք, թող մարդիկ տենան։ Ուրեմն այդ հենց վիդեոն տեսա, էլի, ինչ եմ ասում եմ, մի ցելի պետություն հանձնեցիք, թշնամուն, մի ցելի սերունդ կոտորեցիք, մի ցելի սերունդ ջայլ տղեկ կոտորեցիք, 120,000 ամբողջ պետության, Արցախի հանրապետության, Ղարաբաղի պետության ամբողջ ժողովրդին անտուն թողեցիք, անգերեզման թողեցիք, անհայրենիք թողեցիք, ու դուք հրճվում եք, արա, չեք ամաչում, արա, հասկանում եք, այդ մի այլ կարգի ներվից վրա ազդեց, էլի սրանց էս տեսակը, հələ համեմատեք մի հատ նախքին մեր ղեկավարներ, համեմատեք Սերժ Սարգսյանի հետ, ումով որ փոխեցիք սրան, հայ ժողովուրդ, ձեզ եմ ասում, համեմատեք մի հատ, Սերժ Սարգսյանը պատերազմի տարիներին իր ընտանիքը ամբողջ ընտանիքը Ղարաբաղի չեկե, Բամբյոշկեկի տակ է եղել։ Երկրորդ նախագահն էլ, այո, երկրորդ նախագահի ընտանիքն էլ։ Ղարաբաղի չեկե չէր կարա Սերժ Սարգսյանը բերել։ Տիկին Ռիտան, դե ասա ես չեմ գա։ Սերժ Սարգսյանի մայրիկն էլ ասել չեմ գա։ Բայց որ Սերժ Սարգսյանը ուզեր զորով չէր բերի։ Այսքան համ Տիկին Ռիտան, համ Սերժ Սարգսյանի մայրիկ, համ երեխեքն են ուզել մնան այդ Բամբյոշկեկի տակ։ Համ էլ Սերժ Սարգսյանը նա ուզե որ իր ընտանիքը մնա այնտեղ ցանկացած սովորական շարքային մարդու նման այդ Բամբյոշկեկի տակ ապրի։ Դե մի հատ համեմատեք էլի։ Իսկ սրանք այդ ամեն ինչը կործանին, Արցախը կործանին, հանձնին թշնամուն, Արցախը հանձնին թշնամուն, որ Արցախի տերը միշտ եղել է Հայաստանը։ Այդքան երեխա տարան կոտորեցին, մի սերունդ տարան կոտորեցին։ 120,000 հայ անտուն են թողել, անգերեզման են թողել, իրանք հրճվում են, պարել էլ կա պարել լարա, հալավ հավաքույտեկան մենք շնորհքով անեիք արա, այդ ինչներիդ վրա եք, էլի ուրախանում, մի հատ այդ ինձ ասեք, ինչների վրա եք տես հրճվում տես պարում, 20 թվի պատերազմից էս կողմ, տեսած կաք, մեկը տեսած կաք, կամ լսած կաք, որ Սերժ Սարգսյանը պարի մի տեղ, լսած կաք, Տրջիկ եք տալի, հրճվում եք, ոնց որ Արցախը մերն է, մի հատ էլ Նախիջևանն եք ազատագրել, կամ Արցախի անկախությունը ճանաչել արդեն ամբողջ աշխարհը, հա? Այդ ինչի վրա եք հրճվում։ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը Ռուբեն Վարդանյանի նման կրիստալի մաքուր մարդ էս որ Արցախի բանտում են, արա, իրանց ցամա ուզում են դատեն, ու դուք հրճվում եք, ստեղ ու ձեր պատճառով է, չէ՞, այդ ամեն ինչ եղել։ Իշխանությունը դուք եք, այս երկրի տերը, հայ ազգի տերը այսօր դուք եք, արա, ինչի վրա եք հրճվում, էլի, այ մի հատ ասեք, էլի, լրիվ ձեր եք առն դուք այս մարդկանց, ձեր եք առն այդ 5,000 զոհված երեխեքի ծնողներին, ձեր եք առնում, հա, արա, դուք դիմիջև ձեր կյանքի վերջ պարեիք, դուք այդ իրավունքը չունեք, որտեղ ձեր պատճառով է եռաբլուրը հազարապատկվի, ձեր պատճառով է Արցախը հանձնվի, դուք եք հանձնել, եթե դուք էլ չեք հանձնել, տենց չեք համարում, բայց իշխանությունը հո դուք եք եղել այդ վաղ, ասկա դուք բարոյականություն ունենաք, բարոյականությունը չհրճվեք, չհրհրակ, հենց պարել ալ են, ինչ պարել էլ կա պարել, գոնե մի քիչ շնորհքով պարեն, էլի, տարճիկ էին տալի մի հրճվում մի սենց ցնծության մեջ էին արա, սա կասեմ, էլի, եթե մի այլ կարգյա ներվից վրա, որ տեսա, ուզմի ու ժամ էր, երևի մեկն էր, երկուսն էր, երբ էր երեք էր կարծեմ, արա ուզմի մտնել դա մի ասած քաֆուր քապարս կապեի սրանց վրեն։ Բայց իրենք ասում են բերել են խաղաղություն, սա մեր խաղաղություն։ Նա խաղաղություն չեն բերել։ Մարիամ ջան, նույնիսկ եթե խաղաղություն էլ բերեն, իրական նախսի խաղաղություն չի, այս խաղաղությունը կախված է Ալիևի, այս որ հենց հիմա չեն կրակում, կախված է Ալիևի կամքից, կարող վաղը չեմ ասել, մի հատ քեֆը տաս, մի հատ կրակեք։ Խաղաղություն տես չի լինում, հասկանում եք, իսկ այդ բենզինն էլ, նա այմեն բենզինը, մեր անթասիբ ժողովուրդը, բենզինը լսում եմ, թե բենզինը ինչ կապ ունի, ընդից ասում եմ ադրբեջանական բենզին, այդ բանով եմ նայում, էլի լուրերով, ասում եմ, այս մարդիկ ասում են, բենզինը ինչ կապ ունի, բենզինը է, սել ինչ կապ ունի դրա հետ, հիմա ես այդ մարդկանց ուզում եմ ասեմ, որ հեռա ձեր աղբերներից,
Ձեր ընտանիքի անդամը, որ մեռնի, մի աղբերդ մեռնի, այդ ասող քեզ եմ ասում, որ ասես բենզինի ինչ կապնի դրա հետ, բենզին եմ առնում։ Հերրը աղբորից հետ, որ աղբերդ մեռնի, այն մյուս աղբերդ, այդ աղբորը սպանողին, աղբորը սպանին, չմեռնի, աղբորը սպանին։ Այս մյուս աղբերդ էլ այդ աղբորը սպանողի խանութից առևտրանի կամ մտնի աղբորը սպանողի կաֆեին կոֆե խմի, չես քրֆի այդ աղբորը տարա։ Բայց սա այդ 5000 երեխեքը ձեր աղբերներն էին։ Բայց բացի բանտերում, որ հիմական ձեր աղբերներն են, արա։ Ու դուք այդպես բենզին եք, կարող ասեմ, բա ո՞նց եք թուրքական շորը առնում։ Ճիշտ եք ասում, այո։ Ես կոնկրետ ես 20 թվի պատերազմից հետո ես թուրքական շոր էլ չեմ առել։ Ասեմ ո՞նց եք այդ Թուրքիաներում հանգստանում, ճիշտ եք ասում։ 20 թվի պատերազմից հետո ով էտնա Թուրքիա հանգստանում, ամոթ իրան։ Գործով կարան էթան։ Գործնական ինչ որ բան էլ էթան, բայց այդ նույն ամոթը էլ իրանցնա։ Բայց մինչև 20 թվը որ էտել եք բերում համեմատում, մինչև 20 թվը մենք ենք հաղթած, սրա մասին միշտ ասել եմ, մենք ենք լևիեթում, ոչ թե մեր կանանիկն էին լևիեթում, հասկացաք, դուք տղու կնգա աղջկա լևիեթալը մի խառնեք իրար, հաղթողի լևիեթալ ուրիշ այն ժամանակ մենք ենք հաղթած, այդ ոնց որ մեր հերերը էթային լևի, մեր աղբերները էթային լևի, իսկ թեմի որ դուք Թուրքիա հետ հարաբերություն եք ան, ձեր կանանիկը ոնց որ էթան, մեր կանանիկը սենց ասեն որ չնեղվեք, ոնց որ էթան լևի, էտիխի նույնն է, ասկա հաղթած ժամանակ հարաբերություն կարա իր հաստատեիր, առևտուր էլ կարա իր աներ, էթային այնտեղ հանգստանել խի չէ որ, մենք ենք հաղթած, թող իրանք մտածեին։ Իսկ հիմա հակառակն է, պարտված էլ չենք, արժանապատիվ պարտություն էլ գոյություն ունի, էդի ուրիշ է, էդ էլ չենք մենք։ Մենք կզած ենք, արժանապատվությունը ոտնահարված է, այս իրավիճակում դուք Ադրբեջանից բենզին եք առնում ուրախանում եք արա։ Ինչա մի քանի դրամ էժան, հա։ Սա կասեմ, մարդ խայտարակություն էլ, այս սրանք, այս մարդիկ, այս այդ թուրքերը, որ ուզում են բերեն այդ թուրքից, կասեն այդ թողան ապրեն, ինչ եղե որ։ Ասեց անինքնացել մարդիկ են, այն մարդիկ ովքեր որ բենզին էլ ուզում են, ընդ տեսա մարդիկ էլ կային, ասում են, հա չգիտենք, նեղվում են, չիմանալով են, մտել լցում դե կարան, այդ մարդիկ, այդ մարդկանց բան չկասում, բայց այն մարդիկ ասում են, ինչ կա դրա մեջ բենզին, հա։ Ես ասում եմ աղբորը սպանողի խանութից այն մյուս աղբերը, որ դա առևտուրանի քո դուրդ կգա։ Մի աղբորը սպանեն հեռ աղբորից, այն մյուս աղբերդ էլ կամ քուրդ էտա առևտուրանին է խամթից դուրդ կգա։ Չես ասի այ անինքն ասել։ Բայց այդ նույնն էլ ինչ տարբերություն, ցանկացած հայ մեր աղբերներն են ու քրերն են։ Սա կասեմ էլի։ Հիմա մենք տեսնում ենք, հա, որ մեր տարին ավարտում ենք մեր սրբազանները կալանավորված, մեր հայրենակիցները կալանավորված, այսօր մեր Խաչիկալյանին են Ազատություն իրան, ազատություն մեր բոլոր քաղ բանտարկյալներին։ Տանում են կալանքի, խնդրեմ այս մասով ձեր տեսակետը։ Եթե այս իշխանությունները մնան, սաղին էլ բռնել են, ով իրանց դեմ դուս եկավ սաղին էլ բռնել են։ Ու իրանք այս իրանց հակաժողովրդավարական քայլերով մի բան էլ չեն հասկանում, որ այսօր ճիշտ է Եվրոպան լռում է, աշկա փագում, հո Եվրոպան չի զանգում ասում ինչ ուզում է սարա, հասկացնում է որ ինչ ուզում է սարա, վաղը չեմ իսօր կասի որ ամեն ինչ անգնի տեղը հենց Եվրոպան է սրանց պատժելու։ Այս իշխանություններին Եվրոպան էլ տեղ չի տալու։ Վաղը չեմ իսօր ասելու դուք բռնապետ ես, այս ինչեր ես արել, հենց սա անգավ տեղը, որտեղ այսօր Եվրոպայի համար առաջնային իր շահն է, առաջնայինը հակառուսական քայլերն են, որը որ Նիկոլը փայլուն անում է, իսկ մնացած ժողովրդավարներն արդեն 1000-րդ տեղում է, բայց որ ամեն ինչ անգավ տեղը, եթե Եվրոպան մանմանց տեղ ազդեցություն ունեցավ, ինքը այդ իր ազդեցությամբ այս իշխանություններին Նիկոլին իր շրջապատին պատժելու է։ Ասել էս ինչ բռնապետությունների կարե։ Այսինքն ձեր փրկությունն էլա Նիկոլ Փաշինյան, քո փրկությունն էլա վաղվա կայանում նրա մեջ, որ Հայաստանում լինի ժողովրդավարություն։ Իսկ դու ես հակաժողովրդավարական քայլերը որ անում ես ու Եվրոպան էլ աշկափակ է, հենց գիտես այդ եղածնելու է։ Նույն Եվրոպան քեզ թարս ճլոտի ա տալու։ Վաղը չեմ իսօր հենց ամեն ինչը հանդարտվեց։ Պիտի քեզ ասի, ես քեզ ասել եմ, այդքան քաղ բանտարկյալ ունեցի։ Ասելա քեզ դες, չի ասել, չէ, հասկացնում է իր լռությամբ։ Դու էլ ինչ ուզում ես սաղնում ես, որտեղ իրականում իրան տենցա ձեր տալ Իսպանիա, Եվրոպային, լիժբը հակառուսական քայլեր անես, լիժբը իրանց շահերից շարժվես։ Այդ ժողովրդավարական արժեքները հիմա դրել են մի կողմ։ Հիմա ամբողջ երրորդ համաշխարհային պատերազմի մեջ աշխարհը ու իրանց համար առաջնային իրանց այդ շահերն է, այդ արժեքները Իսպանիան երկրորդական են, բայց հենց ամեն ինչը կարգավորեց, ամեն մի պետություն վերադառնալու է իր արժեքներին։ Ու Եվրոպան էլ իր արժեքներն է վերադառնալու ու քեզ պատժելու է շախից։ Վաղը չեմ իսօր որ Հայաստանից քեզ քշեն, ուզենաս փախնես, եվրոպական պետություններում էլ քեզ տեղ չեն տա։ Տեղ չեն տա, որտեղ կասեն դու բռնապետի մեկն ես, կբռնեն ընդից կհանձնեն Հայաստանին։ Այսինքն քո փրկությունը Նիկոլ Փաշինյան, քո մեկ էլ քո շրջապատի փրկությունը ժողովրդավարական Հայաստանի մեջ է, ոչ թե այսքան քաղ բանտարկյալներ ունենալու մեջ։ Սա կասեմ, Մարիամ ջան։ Մնացին սաղին էլ բռնել է, պարչի ընտրություններ ա դեմը, դի բռնի հակառակորդների
ներին մաքրի, պետք է ամեն ինչ անի, փորձի արդար ընտրություններով հաղթի, բայց արդար ընտրություններով ինքը չեմ կարծում կհաղթի, չի հաղթի ու ինքը ընտրությունները կեղծելու է, դա էլ հաստատ ասեմ էլի, կգա ժամանակը, եթե մարդկանց թվում է թե ընտրություններով հաղթելու ենք մենք Նիկոլին, չէ, ինքը ընտրությունները էսրամասն եմ խոսացել, ընտրությունները թվերը բռնել է իր ուզած ձևով գրի, իր հակառակորդներին կմաքրի, կնստեցնի, կլիկվիդացնի ում ոնց կարա, կվարկաբեկի, իրանք փորձի գովա, այնց անի, որ ժողովրդի մեջ իր ռեյտինգը բարձրանա, նրանց ընկնի, կփորձի ամեն ինչ անի, որ արդար ձևի հաղթի, բայց դա իր մոտ չի հաջողվի, ինքը բռնելու է թիվը կեղծի Գրելա 51%-ը ես եմ։ Կարող է իր հետ ինչ-որ մի հատ էլ կուսակցություն։ 51 ես եմ, մնացածն էլ կարող է որոշի, ով պետք է լինի ընդդիմություն, ով չլինի, բայց կարող է մնացածը թողի արդար։ Էդ էլ կա էլի, բայց ուզում ասեմ ընտրություններով Նիկոլ Փաշինյան, բայց այս չի նշանակում, որ ընտրության գնալ պետք չի։ Որովհետև ընտրության գնալ, եթե ընտրության մենք չգնանք, չէ, տեսեք, եթե ընտրության չգնանք, քիչ լինի ընտրողների բանը քանակը, տոկոսային այդ բանը ցածր լինի, իր տոկոսայինը բարձրանում է, դա ինքը իրոք արդար կընտրվի։ Ավելի լավ է կեղծ ընտրվի, կեղծելով ընտրվի, որ գոնե այդ իր դեմ հեշտ հետագային պայքարելու ինչ-որ ձև լինի, հեշտ իրան հեռացնելու ձև լինի, որ ամբողջ աշխարհի առաջ էլ անընդհատ ճպացնենք, որ տեսեք ինքը բռնապետ է, ինքը ընտրություններ է կեղծել եւ այլն եւ այլն եւ այլն։ Այսինքն ընտրությունների գնալը պետք է։ Ես ասում եմ պարտադիր ժողովուրդ ջան, որ գա ընտրությունները, թե պետք մինչև այդ ամեն ինչ անենք, որ հենց այս impeachment-ով իրան հեռացնենք, բայց եթե չստացվի ու գա ընտրությունները, ընտրության անպայման գնացեք ձեր բուլետինը գցեք, որ ընտրողների քանակը մեծ լինի, իր այն ստաբիլ ձայները արդեն ցածր տոկոսային բան ունենան, որ ինքը կեղծելով ընտրվի, ինքը կեղծելու է, չկասկածեք, ինքը արդար ընտրություն չի թողելու, ինքը կեղծելու է, նույնիսկ ընդդիմությանը կարող է կեղծի, իր ուզած ընդդիմությանը թողի մտնի պարլամենտ, իր չուզած ընդդիմությանը ինչքան էլ հավաքի չթողի, ոնց որ 18 թվին կեղծեց հանրապետականի մասով, 18 թվին երկրորդ ուժը պետք է լիներ հանրապետական, ինքը կեղծեց, նույնիսկ էյֆորիայի պայմաններում ինքը ընտրությունա կեղծե, հիմա չի կեղծի, ինքը հիմա իշխանություն կտա հանգիստ, խաղաղ ժողովրդավարական ձևով, անհնար բան է, բայց ընտրությունների դուք որ գա ժամանակը ժողովուրդ ջան գնացեք 26 թվին, որպեսզի ինքը արդար չանցնի գոնե, արդար չանցնի, ինքը կեղծելով անցնի, որտեղ որ կեղծելով անցնում ինքը թույլ է անում ու իրան հեռացնելը շատ ավելի հեշտ անում հետագա պայքարի մեջ։ Մեր ռազմագերիները Բաքվի բանտերում շարունակում են խոշտանգվել, Բաքվում այլևս դատարաններում մեղադրական վճիռներն է հրապարակում, ՑՄ ազատազրկում ըստ էության բոլորին, եւ մի հարց եմ ուզում ձեզ ուղղել։ Ռուբեն Վարդանյանի մասին ադրբեջանցիները ֆիլմ են պատրաստել։ Չեմ տեսել, հա, Վարքաբեկել են բնական է երևի, բնական է։ Սամվել Բաբայանի խոսքը։ Հա։ Խոսում է, որ Ռուբեն Վարդանյանը եկել էր ու այդ արցախցիներին օգնելու նպատակով ֆոնդերը բացել են, բայց գրպանում են այդ փողերը։ Ինչ ունեք ասելու։ Այսինքն ով էր գրպանում։ Այսինքն Ռուբեն Վարդանյանն իր փողը բերել է գրպանում է։ Հարա Ռուբեն Վարդանյանի մասին ախր վատ բան ասելու իրավունք ոչ ոք չունի։ Այդ մարդը կրիստալնի մաքուր մարդ է, երևի եզակի մարդկանց է, որ ոչ մի վատ բան իրավրով չես կար ասես։ Ոչ թալանչի է, ոչ Հայաստանում է հարստացել, ոչ կռվող մարդ էր։ Հելավ եկավ մտավ Արցախի խրամատար այդ մարդուն, այդ կրիստալի մարդու մասին բան ասելը անբարոյականություն է։ Սամվել Բաբյան կար, ես Սամվել Բաբյանի մարտական անցյալը կրված մարդ ես, ես այսօր քեզ վարկաբեկում ես կարգի էլի, հասկանում եք Մարիամ ջան։ Տեսեք իր մարտական անցյալին կյանքում չեմ կպնի։ Իրոք է 90-ականների Սամվել Բաբյանը ես միշտ ասեմ, եթե այդ ժամանակ ինքը մահացած լիներ, ինքը լեգենդար որպես մարդ մտնել էր պատմության մեջ։ Դե համար մեկ-մեկ մարդը որ մեռնում է, դի շատ դարդ չանես, ասես բարին երևի էս էր։ Տեսեք ապրեց Սամվել Բաբյանը, ոնց վարկաբեկեց ինքը իրան։ Այսօրվա Սամվել Բաբյանը ու այն Սամվել Բաբյանը լրիվ հակառակ մարդիկ են։ Էլ չանդրադառնամ իրան էլի, այնքան եմ անդրադարձել իր այդ վատ բաներին, որ ասում եմ իմ համար ինչ տարբերություն, ով հարգը կմուծի, թող Ադրբեջանը հարգը մուծի։ Հիշում եք, այն վաղ Արցախին վերաբերալ որ ասում էր Մարիամ, ասում էր թող իրանք գաստե գործարաններ առնեն, հարգը իրանք մուծեն։ Իմ համար ինչ տարբերություն։ Ու եթե ասում էր կոմանդոյիշի մարդը, հասկանում եք, որ կռված ասենք Արցախի հերոս մարդը, որ այդ ձևի մարդուն նույնիսկ եթե պետությանը օգուտել է, կռված տղուն չի սազում տենց բաներ ասելը։ Ու հիմա էլ ասենք Ռուբեն Վարդանյանի նման մարդուն կպնել, դա անբարոյականություն է, որովհետև այդ մարդը կրիստալնի մաքուր մարդ է։ Այսինքն այդ փողերը գրպանել իր փողերը բերել էր ընդ գրպանում էր, հա։ Իր փողերը բերել էր Արցախ, ինքը եկել էր Արցախ, այդ լավ կյանքում, սաղ կյանքը իդեալական ապրած մարդը, իդեալական կյանքով ապրած մարդը, եկե մտել էր շրջափակման մեջ գտնվող Արցախ, ու հիմա էլ իր հայտարարությունները մի հատ լսի, կպահեիր դու տենց քեզ գերության մեջ,
որ այդ մարդ հələ դու կռված մարդ ես, ասենք պատերազմներով անցած, դժվարություններով անցած մարդ ես, դու կարող ես պահեիր, ասենք, երբ որ Լևոն Մնացականյանն է իրան տես պահում, Ձիկ, Բակո Սահակյանն է իրան տես պահում, Դավիթ Մանուկյանն է պահում, նրանք գեներալ տղեկ են, Ձիկ տղեկ են պատերազմներով անցած, բայց մարդը փափուկ կյանքի մեջ սաղ կյանք ապրած տղա Ռուբեն Վարդանյանն է, բայց նույնիսկ այս դժվարությունները իրան չկոտեցին ու էլ ավելի իր ուժը ցույց տվեց, թե ինչ բացի բարի մարդները, բացի բարեգործել են, նաև ինչ ուժեղ մարդ է, ինքը որ այս դժվարություններին չկոտելից ու տենց հայտարարություններ անում։ Լսել եք, չէ՞ Մարիամ ջան, ինչ հայտարարություններ են այնտեղից անում Ռուբեն։ Արա տղա այդ մարդը, էդի ոսկի մարդը, այդ մարդու հասցեին վատ բան խոսալը անբարոյականություն է, ես sense կասեմ։ Ինքը հերոս է։ Մենակ Քրքորյանը, որ ազգային հերոս է իր բարեգործություններով։ Ռուբեն Վարդանյանը համ տենց բարեգործություններ է արել, համ էլ նա նենց բան արեց, արա թողեց միլիոններ եկա մտավ Արցախի խրամատարը։ Ոնց որ Մոնթեն, Օքսֆորդ ավարտած գիգանտ հզոր տղա որ կարար դառնալ աշխարհի ամենահարուստ բիզնեսմեններից, ամենահայտնի մարդկանցից ու տենց լավ ապրել, բայց այդ թողեց եկա մտավ Արցախյան պատերազմի մեջ, մինչև այդ մտավ Ասալայի մեջ Մոնթեն։ Այդ նույնիսկ հələ նա գոնե կռվող մարդ է, նա ռազմիկ էր, նա ոյն էր։ Այս մարդը էտել չէր, բայց եկավ մտավ Արցախի խրամատ, այդ ամեն ինչը թողեց, այդ լավ կյանք թողեց, եկավ մտավ Արցախի խրամատ, հիմա էլ գերության մեջ է։ Այսքանից հետո հələ Ռուբեն Վարդանյանի վիրով դուք թարս բան եք խոսում, ամոթ ձեզ։ Նորից եմ ասում, Ռուբեն Վարդանյանի վերաբերյալ վատ բան ասողը անբարոյականություն է անում։ Սա կասեմ։ Մաղթենք ազատության տարի, մյուս տարին թողնի ազատության տարի, ազատություն թողնի մեր Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին, Բաքվի բանտում գտնվող բոլոր ռազմագերիներին, ազատություն թողնի մեր քաղբանտարկյալներին ստեղ գտնվող, ազատություն թողնի գերեվարված, ազատազրկված մեր Արցախին, ազատություն թողնի էլի ազատազրկված նաև մեր Հայաստանի Հանրապետությանը, մենք էլ ենք ազատազրկված։ Ու աշխարհում էլ թողնի իրոք խաղաղություն, արժանապատիվ խաղաղություն, մարդն էլ թողնի իրոք գերագույն արժեք ամբողջ աշխարհում։ Էդ եմ մաղթում, որովհետև այսօր մարդը, որ նայում ես թեկուզ Պաղեստինում ինչա կատարվում, ասում ես, արա 21-րդ դարում բաղաշխար, ոնց էս թույլ տալիս sense բաներ էլի։ Էս եմ մաղթում, Մարիամ ջան։